Իմ առաջարկները սրանք են։ Միակ բանը, որ չհաջողվեց պապային համոզել, դա այն է, որ շենքերը այսքան բարձրահարկ չլինեն։ Դա անիմաստ է, որովհետև ես առաջին օրից կռիվ եմ տալիս հորդ հետ, այնպես որ դա թեմա չի, անցանք։ Աղջիկ ջան, ես քեզ բան ունեմ ասելու։ Ասա, պապ։ Ուզում եմ, որ այս բնակարանների հատակագծի վրա դու Դավիթի հետ միասին աշխատես։ Տես, մեզ մոտ ստանդարտ քառակուսիներ կան։ 44 քառակուսի, 59 3, 64 քառակուսի, դե հիմա բոլորը չթվարկեմ։ Մանավանդ փոքր քառակուսիների դեպքում շատ կարևոր է, որ մենք ոչ մի քառակուսի չկորցնենք։ Իսկ դու կարող ես այնպես անել, որ անիմաստ ոչ մի քառակուսի մետր չկորչի։ Հասկացար, չէ՞։ Պապ, ես այդ ամեն ինչը մենակ էլ կարամ անեմ, ու պարտադիր չի, որ… Չէ, մի րոպե։ Բացի ճարտարապետական լուծումից, դու այս ամենին նայելու ես կնոջ աչքերով։ Եվ ամեն ինչ հարմարեցնելու ես կնոջ պահանջներին։ Օրինակ, խոհանոցը շատ ավելի մեծ ես անելու, չէ՞։ Միանշանակ։ Տեսնում ես, ես այդպես էլ գիտեի, բայց այդ տանը տղամարդ էլ է ապրելու, աղջիկս։ Այ հենց դրա համար էլ ասում եմ, որ Դավիթի հետ միասին աշխատեք նախագծի վրա։ Հասկանում ես, չէ՞ ինչ եմ ասում։ Ես ծանոթ եմ Դավիթի աշխատանքներին, ծանոթ եմ նաև քո աշխատանքներին ու համոզված եմ, շատ նման են ձեր աշխատանքները։ Դուք բավականին մոտ ձեռագրեր ունեք ու ես համոզված եմ, որ ձեր բանավեճի դեպքում մենք կստանանք ճիշտ այն արդյունքը, որը այսօր պահանջված է շուկայում։ Շատ կարևոր բան եք ասում։ Այնքան ուրախ եմ, որ նման բաներին ուշադրություն եք դարձնում։ Ես Վարդանին կասեմ, օֆիսում ձեզ համար սենյակ կառանձնացնի, միասին կնստեք ու կաշխատեք։ Շնորհակալություն։ Ինչ աղջիկ ջան, ինչ-որ բան դուրդ չեկավ։ Չէ, պապ ջան, ամեն ինչ նորմալ է։ Եթե վերջացեցինք, ես գնամ։ Հա, մի բան էլ։ Մամայիդ հիշեցրու, որ մեզ թեյ է խոստացել։ Թող բերի։ Խոսա, թե լեզուտ կուլ ես տվել։ Վայլեսի սիրտս կանգնեց, ոնց վախացրիր։ Շախոսի։ Այսինքն ամոթ բան սաղ վերացել է, հա։ Ինչ ես ասում։ Իմ ու քո անձնագրերը չկան։ Ընդհանրապես ամբողջ փաթեթը չկա։ Ինչ ես նայում, Շենգենի վիզայի փաթեթը չկա։ Հավաքեցինք եկանք այստեղ։ Այստեղից էլ տուն։ Տունը ամբողջը քրքրեցի, չկար։ Վաղը դեսպանատուն ենք հիշում, ես։ Մտածեցի այստեղ է երևի, բայց ոնց նայում եմ, այստեղ էլ չկա։ Սխալ տեղ ես նայում։ Հասկացանք, որ վաղը մտնելու ենք, բայց Իգորը տուն էի գալու, չէ՞։ Վայ, ոնց վախեցա, մտածեցի կորել է։ Գնանք, թե գործեր ունես։ Գնանք։ Արիներ, ձեզ համին։ Արեք ջան, չասացի, սաղ էլ տուն է։ Չէ, դուրս է եկել ինչի։ Արեք ջան, հիմա արեք դու մոռացի, որ սատել է թորն ես, խոսում եք որպես երկու տղամարդ։ Ինչ է եղել։ Չէ, ոչ մի վատ բան։ Այն փողը, որ սատել է տվել էր Նազիկիս համար, վստահ տեղյակ ես։ Հա, գիտեմ։ Հիմա ախպերս դու ինձ ասա, այդ փողը սատելը գործը մեջ ծեր հանել։ Ինչի համար ես հարցնում ձեզ համո։ Արեք ջան, ախր խնդրեցի չէ։ Լավ պարզակ, եթե չես ասում, ուրեմն այդ է։ Սատեն այդ փողը կոպեկ է դեր գցում։ Ասում էր ընկերությունը պետք է լայնացնի,
ահագին ծախս կա։ Ձեզ համար։ Արեգ ջան։ Մեկը կա շատ փող է խոստացել։ Ես հարցնում եմ նրա համար, որ եթե կասկածները ճիշտ են, ավել վերցնեմ, Սաթենի փողը վերադարձնեմ։ Կնեղանա։ Արեգ ջան, այդ փողը այսպես թե այնպես պիտի վերադարձվի։ Հիմա մի ամիս ուշ, մի ամիս շուտ։ Մի խոսքով մենք իրար չենք տեսել։ Լավ մնա։ Ես ձեզ ասել եմ, որ իսկապես սիրահարված եմ։ Բայց ոնց հասկանում եմ, Լուսեի դուրը ընդհանրապես չեմ գալիս։ Ես ու Մարիամը մեր ծանոթության առաջին օրը կռվել ենք։ Էն էլ շատ վատ։ Բայց ինչպես տեսնում ես, մենք այսօր ամուսիններ ենք, ասեմ ավելին, շատ լավ ամուսիններ։ Ես չեմ թաքցնի, շատ ուրախ կլինեմ, եթե ձեզ մոտ ինչ-որ բան ստացվի, Դավիթ ջան։ Բայց ինչպես ասում են, ամեն ինչ քեզնից է կախված։ Դե, հասկանում եմ։ Աշխատանք, համատեղ աշխատանք, սա այն ամենն է, ինչ ես կարող եմ առաջարկել քեզ, ու հասկացիր, սա հնարավորություն է քեզ համար։ Եթե կարողացար, շատ լավ։ Եթե չկարողացար, ուրեմն բարի բախտ երկուսիդ էլ, բայց արդեն առանձին։ Ինչ վերաբերվում է բաժնեմասերին, մոտորերս առաջին ներդրումը կլինի, իսկ ես ու պապան արդեն կզբաղվենք առքու վաճառքով։ Շատ բարի։ Ես էլ թղթերն արդեն պատրաստել եմ եւ նշվածա թե երբ եւ ինչ պայմաններում ինչ ներդրում պիտի արվի։ Շատ լավ։ Եթե մի օրինակ էլ ինձ տակ, հրաշալի կլինի։ Հենց հիմա էլ կտամ։ Դա վերցնեմ ու ձեզ չեմ խանգարի։ Հա, մեկ էլ։ Այդ աշխատանքը երբ կարող ենք սկսել։ Հենց վաղն էլ կարող եք արդեն, բայց օրվա երկրորդ կեսից։ Ես կզանգեմ, Վարդանին կզգուշացնեմ, ամեն ինչ կնախապատրաստի։ Պայմանավորվեցինք։ Գնացինք։ Բարև։ Իմ նվեր քարտով կարամ ստանամ։ Հա, իհարկե։ Դեսից։ Խնդրեմ, սա ձեր պատվերը, սա էլ նվեր գինի։ Բիզա, բարեգուն։ Ես ինչ ես հավաքել եկել։ Մենակ չաս ես կուշտես։ Դավինչի համար միշտ տեղ կա։ Հա, չէ։ Ես չլինի փող ես ճարել։ Ոչ չէ, հա, նվեր քարտով եմ առել։ 30 հատ պատվիրել էի, 10,000 դրամի նվեր քարտ տվեցին։ Ես գինին էլ ձերոնց հետ կխմես։ Ապրես։ Դե բացի ես հեսա հանում։ Ապե, բա ձերոնք ուր են մենակով ուտում ենք։ Մերոնք խառն են ախպեր։ Դե լավ մի նեղվի։ Վաղը քննությունից հետո կբարձրանանք պապայի օֆիս։ Այդ հաստատ։ Նոր վիկան էլ զանգել։ Ասում էր, որ չի ուզում ծնունդը բառում նշի։ Բա ինչ ա ուզում անի։ Ես իմ։ Ասես կզանգեմ, կասեմ։ Որպես գժություն արի, շատ լավն է։ Շատ համավա։ Բայ Սյանով կեր։ Ապե, մտածում եմ, կարող է սովորել թարգեն գնանք սուշի սարքել սովորենք։ Լավ միտք է, բայց գիտես։
Դու գնա լողացի, ես ուտելիքը դնեմ։ Ինչ։ Մի տեսակ ես ամեն ինչը դուրս չի գալիս։ Ինչը դուրս չի գալիս։ Իմ օֆիսում քուջուջ անելը։ Այդ անկեղծ ասելի, ինչ էիր փնտրում։ Ձեռ ես առնում։ Ասեցի արդեն։ Մի տեսակ հավատս չի գալիս։ Ինձ թվում է որ ուրիշ բան էիր փնտրում։ Ինչ որ ուրիշ բան կա, որ դու ինձնից թաքցնում ես։ Հələ նայ։ Լսի բայց հալալա քեզ Իզաբել, հալալա, ասես ամեն ինչ ֆրծրիչ ու ջարդիր գլխից, չէ։ Ստեղ արի ուր ես գնում։ Մի հատ ինձ պատասխանի, այդ ինչ կա, որ դու ինձնից թաքցնում ես յար։ Դա վերջ, հանգստացի, վերջ։ Ու մյուս անգամ, եթե ես օֆիսում չեմ, դու չես մտնում, եղավ։ Ինչը դուրդ չի գալիս աղջիկ ջան։ Քեզ հետ եմ կխոսես։ Պապ, դու չես նկատում, որ այդ տղան անընդհատ ինձ է նայում։ Փորձում է խոսքի բռնվել ինձ հետ։ Հետո։ Հետո այն, որ ինձ հաճելի չի։ Քեզ նեղացրել է։ Վատա պահել իրեն։ Չէ, պապ։ Դե եթե նման բան նկատես, ինձ անպայման տեղյակ բեր։ Պապ, ես Արեգին եմ սիրում։ Ու մեր հարաբերություններն արդեն պաշտոնական են։ Ինձ դուր չի գալիս, որ ուրիշ տղամարդ փորձում է ինձ դուր գալ։ Լավ էլի աղջիկ ջան, լավ էլի։ Դավիթը լավ մասնագետ է։ Դուք երկուսով էլ դրսում եք սովորել։ Ես չունեմ այն մտքի թռիչքը, որն ունեք դուք։ Ես քեզ խնդրում եմ, պարզապես աշխատիր հետ, ուրիշ ոչինչ, աշխատիր։ Եվ հետո, էլի եմ կրկնում, եթե իրեն վատ պահի, ինձ անպայման տեղյակ կպահես։ Հա, էլի մի բան, Արեգին ոչինչ չասես։ Ինչի։ Դե որովհետև երկուսն էլ տակ գլուխ երիտասարդ են, կհանդիպեն ու կռիվ կլինի, իսկ դա մեզ հաստատ պետք չի։ Մի խոսքով հիշում ես ինչ ասացի, եթե հարկ լինի, ինձ տեղյակ կպահես։ Սա քեզ։ Դով, ես ինձ սիրունը, ինչ հա։ Բացի կտեսնես։ Նրեն է, շատ սիրունը, դով ես որտեղից ես գտել։ Ինստագրամից։ Քո ուզածներն է, դե որովհետև տուփը իմ ճաշակով եմ հավաքել։ Հետո էլ ասում ես կանանցից բան չես հասկանում։ Լուրջ, լրիվ իմ ուզածներն են։ Էջով են պատվիրում։ Էլի բան պետք է։ Չէ, բայց էջը դուր, որ հետո պետք լինի, էլ չընկնեմ անգամ։ Okay։ Ես ինչ է։ Դավիթը ինձ թույնը վերաբերել։ Բավալես, տեսնում ես ինչ տղա եմ դաստիարակել։ Մեզ սուրճ կտաս։ Անպայման։ Ապրես դավ։ Բա ես։ Լսել են, որ հեռախոսով ասեցիր, լրիվ ճիշտ է։ Հա, վաղ այդ սենյակը կլինի, կսկսենք աշխատել։ Ապրի արգամը, լավ բան է մտածել։ Շատ լավ մարդ է։ Ասում էր ուրախ կլինի, եթե մեր մոտ ստացվի։ Պահ, թե քո նման փեսա որտեղից պիտի ճարեր, ընտիր, տան տղա, բայց ես։ Լավ էլի պապ։ Այսի հուսով եմ դատարկ ձեռով չես գնալու, չէ։ Չէ, մի տուփել Լուսեի համար կվերցնեմ։ No, չի վերցնի, իսկ դու կկոտրվես։ Ինչի պիտի չվերցնի։ Շուտա տղես, շուտա։ Սկսիր հետարքիր լանչից, կամաց էլի։
женщину нужно подкармливать. Հասկացա՞ր ինչ նկատի ունեմ։ Սրտիցս արյունակատում։ Ոնց որ ես իմ սեփական երեխուն Լավ էլի խնդրում եմ մի շարունակի։ Ես Դավիթին վստահում եմ, հավատում եմ, լակոտ չի, կարգին տղա է, լավ տղա է, դե պարզա Լուսեին էլ։ Հիմա ինչ իրար հետ են աշխատելու։ Հա, Մարիամ, հա, միասին են աշխատելու։ Հավատա ինձ, Դավիթը կարգին տղա է։ Շատ հետաքրքիր նախագծեր է ներկայացնում։ Բոլոր առումներով հիմա փրկություն է մեզ համար, Դավիթ, հասկանում ես, չէ՞։ Բոլոր առումներով։ Ճիշտ ժամանակին հայտնվեց այդ տղան։ Խոստացել է, որ ներդրում կանի։ Հակառակ դեպքում գործը կանգնելու էր։ Ես սնանկանալու էի, ընկերությունն էլ լուծարվելու էր։ Բայց ախր արգամ, մեր մոտ ամեն ինչ նորմալ էր, ինչի սենց եղավ։ Մարիամ ջան, Լուսեին 7 տարի Ամերիկայում պահելը հեշտ բան ես կարծում, այդ գումարը հաշվել ես, համեն լավագույն հաստատություններից մեկում ուսման տալը հեշտ էր կարծում ես։ Ես անընդհատ գործից գումար եմ հանել, անընդհատ, ու հերիք չի մենք չենք ընդլայնվել, մի բան էլ փոքրացել ենք, բայց դա չի կարևորը։ Կարևորը, որ երեխեն սովորեց ու հիմա եկել է, կամաց առաջ կգնանք։ Կգնանք, անպայման առաջ կգնանք, դու մենակ հանգստացի։ Հա, միայն թե Լուսեն անուն չդնի ու աշխատի, այդ տղան էլ իհարկե հետ չքաշվի։ Լավ, դու կարևորը հանգստացի, թե չէ հիմա սիրտդ նորից կթուլանա։ Իմ սիրտը սնանկացումից չի, որ թուլանում է։ Լուսեի ու Արեգի խոսք կապից է։ Լավ, վերջ, հանգստացի, վերջ։ Վիլեն ջան, դու չես։ Հա, ես եմ, ոչ չէ։ Ուղղակի մտքերով էի, լավ չլսեցի ինչ ասեցիք։ Հա, ոչինչ։ Վիլեն ջան, մենք 5 հոգի ենք։ Դե առաջում այդքան է։ Շատ լավ է։ Իսկ գումարը մեծ է թե փոքր։ Մեկը փոքր, մյուսներս մեծ։ Շատ լավ։ Ինձ հիմա իրանց անուն ազգանուններն է պետք։ Մեկ էլ գումարի չափը։ Անուն ազգանունները։ Հա, դե որ մի անգամից թղթաբանությունը կազմենք, գանք ձեր մոտ խոսանք, պայմանավորվենք։ Գումարն էլ տան գնանք։ Դե ասեմ գրի։ Սա մի վայրկյան, այդ գրիչը վերցնեմ։ Ահա, լսում եմ, ասեք։ Համազած Թևոսյան։ Հազիվ եմ զսպել, որ չլացեմ։ Ամենաշատը, որ ուզում էի, այդ ներս մտնեի, պապային գրկեի, շնորհակալություն հայտնեի ու ասեի, որ շատ եմ սիրում նրան։ Ուղղակի այդ ժամանակ կհասկանար, որ լսել եմ խոսակցությունը։ Երջանիկ մարդ ես։ Դե որ կարողանում ես հավետ գրկես։ Շատ ես նեղվում։ Չէ, ինչ ունեմ նեղվելու։ Պապան խնդրեց, որ քեզ չասեմ, բայց չկարողացա։ Շնորհակալ եմ։ Լույս արի պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, մենք իրար միշտ ամեն ինչ կասենք։ Համաձայն ես։ Համաձայն եմ։ Դավջան, կարող նստես։ Չեմ կարա, պապ, ժամերն եմ հաշվում, որ գնամ Արգամի օֆիս։ Հասկացանք, ես էլ 1000 մի գործ ունեմ, հետո։ Ես կգնամ մեքենայի մեջ կսպասեմ։ Սպասի։ Ինչ։ Նորոջկան թեյ ա դրել։ Գնա բեր նստի խմի, մինչև մեր երկու գործ կանեմ ու կշփվենք։ Մոռացա հարցնեմ, դու չես խմում։ Չգիտես, որ ես թեյ չեմ խմում։
Օլյա։ Ինչ ա եղել, ինչ ես լաց լինում։ Ոնց եկ։ Որտեղ ես հիմա։ Չէ, ոչ միտեղ մի գնայից գալիս եմ։ Դա, ուր։ Հաջորդ անգամ աղջիկներին կարելի է հրավիրել խորենացու մասնաճյուղ։ Համաձայն եմ։ Ապեր բայց այսօր կոնկրետ բախներս բերեց։ Քո բախտը ախպեր, ես պարապել էի։ Ախ, այս կծվից ոնց է սիրտս ռեստարտ լինում։ Հա չէ։ Ապեր, հետաքրքիր է։ Տեսնես խեն 7-րդ աստիճանի վրա կանգնել։ Թե 8-րդը չեն ստեղծել։ Դերվի 8-րդը քիչ մարդ է վերցրել։ Հետաքրքիր է։ Պետք է աղջիկներին հարցնել։ Ոնց էլ չլինի կիմանան, մարկետոլոգ են, չէ։ Բայց Վիկայի ծնունդի պահով մտածում եմ։ Չգիտեմ ինչ անեմ։ Մտածի ախպեր։ Մտքովդ հաստատ լավ բան կանցնի։ Եսի մի բան կա, բայց ուղղակի մտածում եմ իրան ասեմ նոր։ Կշտացա։ Բայց մեկը աչքս վրեն է։ Դե շունչ քաշի, էդ էլ կեր որ դուրս գանք։ Պապայի հետ խոսացիր։ Ասում եմ, քննություն տանք իջնենք։ Բայց մի րոպե ինքը գործարար մարդ է ու ինքը քո գրաֆիկը չգիտի, հենց հիմա զանգի։ Լավ որ շատ ես ուզում, հեսա ուտենք կզանգեմ։ Զանգի։ Բայց հաստատ ասելու է եկեք։ Այ մար, դու զանգի։ Հեսա կզանգեմ։ Յա։ Արի նստի։ Նստի։ Այս երկար չեմ կարա մնամ 1000 ու մի գործ ունեմ։ Դա հասկացանք։ Ես լավ է թվել են, հա։ Սրանք հաստատ որդը կուլ են տալու։ Ինձ որ լսես դու չես գնա։ Հա։ Այդ թաղի ժողովուրդը առանց այն էլ քեզ չի սիրում։ Քեզ որ տեսավ մոտիկ էլ չեն գա։ Ճիշտ ես ասում։ Մանավանդ են հրդեից հետո, չէ։ Ավելի լավ է մի հատ մարդ ուղարկի։ Թող թղթերով պատրաստված գնա։ Հիմա տունն են գրավ դնելու, թե ուրիշ բան, մի խոսքով ինձ այս լավ գիտես էլի։ Սպասել է հասկանամ, ում ինչ է պետք է դու կորոշեմ։ Ապրես, Վարդան ջան, ապրես։ Ու աշխատի այդ կողմերը չերևաս։ Կխնդրեմ ինձ այլևս չանհանգստացնել աշխատանքային ժամերին։ Ու սա վերջին անգամն է, որ եկել եմ։ Հաջորդիվ ուղղակի չեմ պատասխանի։ Ինչի գլխիցդ ձեռ ես քաշել։ Նստի։ Չէ, չեմ քաշել։ Ուղղակի շատ շտապում եմ Տիկին Սրապյան կլինի, արագ ասեք ես գնամ։ Ստեղ ես ասում եմ, դու լսում ու կատարում։ Բայց եթե ես ուզեմ Տիկին Սրապյան, չես կարող դու ուզել, որովհետև հանկարծակի եթե ես ուզեմ, հաշիվը ցիրունդ կդնեմ շեֆիդ սեղանին ու հավատացած եղիր։ Դրանից հետո ինձ ոչինչ չի լինի, բայց այ քեզ։ Լավ ինչևէ անցնենք հարցին։ Ես բոլոր թղթերը նայել եմ, ոչինչ չեմ գտել։ Այդ համակարգչի վրա էլ կոդ կար դրված։ Գիտես այդ կոդը։ Չէ, որտեղից պիտի իմանամ։ Որտեղից կուզես, Նոնա ջան, բայց ասածդ ինֆորմացիան վստահ օֆիսում արդեն կասկած չունեմ։ Տիկին Սրապյան, ո՞նց եք պատկերացնում, ես այդ կոդը ինչ տարբերակով պիտի իմանամ։ Լավ էլի, Նոնա ջան։ Այդ լացդ վերջացրու, հա։ Ինչքան գումար ուզում ես, մի անգամից նստացնում եմ հաշվից, չէ։ Հա, բայց հիմա կարող է այդ գումարը քթերիցս բերեք։ Կարող է չէ։ Վստահ քթերիցդ կբերեմ, Նոնա ջան։
Հա իդեպ այս անգամ որոշեցի սուրճիդ ու թխվածքիդ համար նախապես վճարել, կասես թող բերեն, անուշ կանես։ Քեզ լավ աշխատանքային օր։ Ինչ հապչեր խելքին, որ այդ սարոցին տանից դուրս է եկել։ Հա, բայց ուր է գնացել։ Չգիտեմ, փողոցը վատա մաքրած եղել, սայթակել անկելա մեքենաների տակ։ Դե լավ, շատ մի անհանգստացի, ամեն ինչ լավ կլինի։ Հարևանուհին ինչ է ասում, ո՞նց է հիմա։ Լավ։ Իսկ վիրահատությունը ո՞նց է անցել։ Լավ, բայց բժիշկը վստահ չի։ Օրգանիզմը կդիմանա, թե չէ։ Դե դու կողքին ես լինելու, կօգնես, որ դիմանա։ Գնանք արդեն, ուղղակի խցանումներ են, հաստատ շուտ չենք հասնելու։ Գնանք մի բան վերցնենք։ Գնանք։ Բայց ես պապայի աշխատասենյակն է։ Հա, Արամիշն է ասել, որ ձեզ տեղ տեղավորեմ։ Դե ինքը արդեն ուշուշ է գալիս։ Իսկ թվում է, եթե գա էլ դեմ չի լինի։ Լավ։ Դե դուք տեղավորվեք, տեսեք ձեզ ինչ ա պետք, ինձ ասեք, ես մի անգամից կբերեմ։ Լավ, շնորհակալ եմ։ Հա, մեկ էլ Դավիթն էր զանգել, ասես, որ մի քիչ կուշանա, հենց որ հանգիստ աշխատեք։ Մեկ էլ կողքի սենյակում սուրճ թե կա, եթե ուզեք, ասեք։ Բարի։ Դե ես կողքն եմ։ Եթե բան պետք լինի, մի անգամից ասեք։ Անպայման։ Հա, մեկ էստեղ հազարատ թուղթ ենք թողել։ Ես կգամ կվերցնեմ, Արամիշն է ասել։ Լավ։ Հեչ սրտովս չի։ Լուսեն ասեց, որ այդ տղեն փորձում է անընդհատ խոսքի բռնվի հետը։ Խոսացնի։ Արեգ ջան, վերջացրու։ Տղա, խոսի։ Մեկ-երկու կասի, կտեսնի, ոչ իմանի չի հասնում, հետ կքաշվի։ Մտածում եմ կարող է գնամ տեսնեմ դրան։ Վերջացրու, տես բան չանես։ Հետո Լուսեն խնդրելա չի քեզ։ Դե հա, բայց… Հա, բայց չկա։ Նախնադարը չի Արեգ։ Աղջիկը բան է խնդրել, հարգի այդ աղջիկը ասածը։ Կամ եթե հանկարծ այդ տղեն չափն անցավ, կամ Լուսեն նեղվեց, այդ ժամանակ ուրիշ պատմություն, գնա տես։ Լուսեն ասեց, որ եթե հանկարծ իրան կամֆորտ չզգա, ինձ կասի։ Դե տեսնում ես։ Բա։ Չգիտեմ, անսովոր ասած։ Դե որովհետև տղամարդիկ այլ կերպ են ամեն ինչին նայում։ Նախնադարա ձեզ համար։ Լավ, Լուսեն, գոնե շնորհակալ եմ նրա համար, որ ասեց այսքանը։ Արեգ համույն տեսել ես։ Վիրահատության փողը գտան, չգտան։ Հա, ճարել է։ Հաստատ։ Դե հա, տենց ինչ-որ բան ասում էր, ուղղակի կներես, հատ ուշադիր չեմ լսել, մտքերս խառն էր։ Սուրճը թխմի։ Տեղավորվեք։ Փաստորեն Արամիչի տղեն դու ես։ Հա, Արտուրն էլ ընկերս է։ Շատ հաճելի է։ Որ ֆակուլտետում եք սովորում։ Կառավարում։ Ահա, դե պապայից հետո կգաս, մեզ կկառավարես։ Տեղեք ստեղ ենք աշխատելու։
Կամ այն կողքի սենյակը, որը ցույց տվեցի։ Թղթաբանությունը ամբողջությամբ ստեղ է։ Ես ձեզ ընթացքում ցույց կտամ, ինչ ենք անում, ոնց ենք անում, ինչ ենք փնտրում։ Արամիջը ասաց, որ դուք եք որոշելու, որ պոզիցիայով եք աշխատելու։ Իսկ կարող է արդեն նախասիրությունները կան։ Գիտեք, որտեղ որ շատ փող կա։ Լավ ասացիր։ Բոլորս է փողի համար ենք աշխատում, բայց մի քիչ սրտներով է չէ՞ լինի։ Դե որ փողը շատ լինի, գործը սրտներով կլինի։ Հա, 5 հոգի են, 5-ն էլ հին թաղի բնակիչներ են, 5-ն էլ տարբեր խնդիրներով։ Ֆինանսական, առողջականին ես ինչ կապ ունեմ, տնաշեն։ Ապրես, լսի, ուրեմն ուզում եմ, որ դու իմանաս ամեն մեկի կոնկրետ խնդիրը, որ ես էլ իմանամ, ինչ ձևերով մոտենամ իրանց էլի։ Մենակ մի խնդրանք, մաքսիմալ արագ, լավ։ Դավայ։ Սաթենը ու իրա լակոտը դեռ չգիտեն, որ հարվածը մեջքից է լինելու, են էլ ինչ հարված։ Դաժանն ես, բայց դու։ Պատմի, ինչ էիր ասում, զանգը եկավ, խանգարեցին, Դավիթի մասին բան էիր ասում։ Հա, վարկյաններն էր հաշվում, որ գնա Արգամի մոտ։ Մեկ էլ էդ աղջիկը զանգեց Օլան, գնդակի պես դուրս թռավ։ Դե կարողա բան էր պատահել։ Հասկացանք, բայց զանգերից էլ չի պատասխանում։ Ուրեմն հարմար չի, քեզ հետ չի եղել այդպիսի իրավիճակ չեմ հասկանում։ Այո, տեղել է, թող իրա մոտ էլ լինի, բայց հասկացի, հիմա հազիվ ամեն ինչ կարգավորվում է։ Իրես չէ, Արգամը իրա սենյակն ա տվել, որ միասին նստեն։ Բա, Արգամը հիմա լրիվ Դավիթիս կողմից է։ Ինչ ես ծիծաղում։ Հիշեցի Արգամի դեմքը, երբ որ ասացի, որ Դավիթը ներդրումներ անելու ու փայատեր է դառնալու։ Դավիթը փայատեր։ Դու Դավոյից մի աչքով մինը, ինքը ինձնից էլ հարուստ է, ուղղակի դեռ չգիտի դրա մասին։ Ներողություն 1000 անգամ Ուղղակի այնքան կտրուկ բացեցիք դուք։ դե չպատկերացի, ներեք։ Բայց ինչ-որ բան է եղել եկել է սենյակս։ Չէ, ուղղակի երբեմն հորդ հետ անտանելի է դառնում, ասեցի գամ այստեղ մի քիչ քեզ հետ շփվեմ։ Դեմքը շատ ծանոթ է։ Չէ, դժվար ծանոթ է։ 18 տարի առաջ մահացել է։ Ես գնացի։ Այս տանը բոլորն ես նեղացկոտ են դաղել։ Հա, որովհետև ամեն անգամ Լսի տվեք, հետո կխոսանք։ Այդն Ռուսն սիրում են իրար։ Ու իմ համար այդ նորմալ չէ, որ ուրիշ ինչ-որ անծանոթ տղա կարա սիրահարված աչքերով նայ իմ քրոջը։